Նորից բարև բարեկամներ, Լիլիթ Մակունցի հետ ենք, Կասկադի վերևում ենք, այսօր Մալացիայում էինք Քարոզարշավի մեր ներկուսակցական կամ դրա շարունակության, այսպես ասած, հետո եկանք Կասկադ կոֆե խմելու ու կոֆե խմելուց հետո բարձրացանք վերև, տեսած ես ցույց տամ Կասկադից լավ տեսարանը, ասեք ինչ հրաշալի տեսարան է մեր քաղաքի եւ ուզում ենք մի քիչ այսօրվա տպավորություններով կիսվել ձեր հետ մեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեր նախկին դեսպան, նախկինում ազգային ժողովի ֆրակցիայի ղեկավար եւ նախարար Տիկին Լիլիթ Մակունցի հետ։ Տիկին Մակունց, ինչ տպավորություններ ունեք Մալացիայի հանդիպումից։ Դե մենք պլանավորում էինք, որ պիտի ինչ որտեղ կանգնենք եւ սկսենք քայլել, շրջայցանել, բայց այնպես ստացվեց, որ առաջին կանգառում հենց մարդիկ սկսեցին հավաքվել եւ մենք հնարավորություն չունեցանք շարունակելու շրջայցը, բայց շփվեցինք շատ մեծ թվով մարդկանց հետ եւ հետաքրքիր մի քանի բան կարող եմ նշել այս պահին, թե ինչ հարցեր էին բարձրացնում, օրինակ կային մարդիկ, ովքեր Երևանի Հայաստանի մշտական բնակիչներ չէին եւ եկել էին այս պահին գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում ու ուզում էին իմանալ թե ինչպես կարող են տեղեկանալ իրենց անունը կա կենտրոնական դրական հանձնաժողովի կողմից նախանշված այդ գրանց համատյաններում ընտրություններին մասնակցելու համար Ես խոստացա, որ կճշտեմ կենտրոնական դրական հանձնաժողովից, բայց ցավոք հնարավորություն չունեցա այդ մարդկանց հետագայում տեղեկացնելու եւ նշվեց, որ պատեհ պահին իհարկե առաջիկայում թարմացված ցուցակներով արդեն քաղաքացիները կենտրոնական դրական հանձնաժողովի կայքից կտեղեկանան եւ կկարողանան ստուգել իրենց անունները։ Բայց այս պահին նույնպես կենտրոնական դրական հանձնաժողովի կայքում արդեն իսկ կան անուններ, ուղղակի դրանք դեռ թարմացված չեն։ Իսկ այլ տպավորություններ մարդկանցից ինչ էին ասում մարդիկ, ինչի մասին էին հարցնում կամ անհանգստանում Առևտրի ոլորտում աշխատող մարդիկ, քաղաքացիները շատ մտահոգված են այն մրցակցությունից, որը կա օնլայն գնումներով պայմանավորված եւ այդտեղ իհարկե էկոնոմիկայի ոլորտում մեր գործընկերները հասցեագրում էին նրանց խնդիրները կարծում եմ նրանք առաջիկայում մանրամասն կանդրադառնան դրան բայց հիմնականում այդ խնդիրն էր Այդ մասով իհարկե ես է խոսեցի մեր քաղաքացիների հետ որտեղ տեխնոլոգիաները զարգանում են եւ մենք չենք կարող պարզապես հետ մնալ ամբողջ աշխարհում ամեն ինչ գրեթե դառնում է օնլայն Եվ պետք է մենք էլ տեղավորվենք այդ ամեն ինչի մեջ, իհարկե հասկանալով նաև փոքր եւ միջին բիզնեսի կարիքները, բայց նաև մարդիկ մեզնից պահանջում էին տեր կանգնել խաղաղությանը, որովհետեւ հասկանում են, որ խաղաղությունն է ամենակարևոր բանը, որը մեզ թույլ է տալուց թե տնտեսապես զարգանալ եւ թե բարեկեցություն ապահովել դրա շնորհիվ եւ շատ էին գնահատում դա, ու ըստ էության մենք էլ նույնը իրանց էինք ասում, որ այո պետք է միասին տեր կանգնենք խաղաղությանը, որը ունենք հատկապես այս շատ տուրբուլենտ ժամանակաշրջանում եւ տարածաշրջանում եւ թույլ չտանք, որ որևէ կերպ այն խաթարվի, սկսած տարբեր կոչերից, ինչ որ խաղաղության բանակցված պայմանագիրը կամ պայմանները վերաբանակցելուց ու այդպես շարունակ եւ ըստ էության մենք փաստացի մի 100 մետր ընդամենը քայլեցինք չէ Տիկին Մակունց որտեվ թույլ չէին տալիս քաղաքացիները անընդհատ մոտենում էին վարչապետին հարցերով պարզապես մեր տարբերանշաններ այսինքն մեր չէ էլի մեր բոլորի Հայաստանի Հանրապետության քարտեզը խնդրելով հատկապես երեխաները այս քարոզարշավի ոնց որ չամիջել իրեն հա ու առանց իրանց արդեն դժվար է պատկերացնել որտեվ երեխաների համար ամենակարևորն է խաղաղությունը իրանց ապագան պետք է խաղաղ տեսնեն եւ ոչ թե վտանգված ինչքան մեծանան այնքան վտանգված իդեպ Միանշանակ ամենամեծ արժեքը եւ ամենակարևոր արժեքը որ մենք պետք է
հիմա պահպանենք, ամրապնդենք, տևական դարձնենք, դա խաղաղությունն է, որը այս պահին արդեն իսկ կա, հաստատված է եւ այն չպետք է խաթարվի։ Ու դրա համար յուրաքանչյուրս մենք մեր կողմից, բայց նաեւ մեր յուրաքանչյուր քաղաքացիները այդ առումով ունենք մեր անելիքը եւ մեր պատասխանատվության աստիճանը, որպեսզի փայփայենք, պահենք եւ ամրապնդենք այդ խաղաղությունը։ Ու մեր սկզբից մեր մեջ պետք է մեր համոզմունքներին տեր կանգնենք, որ դա կարևոր է, հետո էլ արդեն քայլանենք, թե ընտրությունների օրը, թե մեր աշխատելավոճով ու գործելավոճով ու տուրք չտանք այդ ասում եմ այդ պատերազմ տենչող ուժերին, որոնք երբեք իրենք չեն կռվել պատերազմներում, բայց միշտ շագանակներ են հանել այդ կրակից ուրիշների ձեռքերով։ Մենք արդեն հասանք համարյա Կասկադի ներքև, իդեպ ճիշտ է անպամած էր մի թեթև, բայց եղանակը բավական հաճելի է, դուրս եկեք դուք էլ վայելեք այս լավ շաբաթը։ Մենք էլ շարունակում ենք, կհանդիպենք, ենթադրում եմ վաղը էլի Երևանի անկյուններից որևէ մեկում։ Հաջողություն։ Ոնց ենք անում, հլա, Սենց։ Սա ստացվում։